Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գործող ամերիկյան համալսարաններն անվտանգության նկատառումներից ելնելով եւ հաշվի առնելով դրանց թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները, դասերը կանցկացնեն հեռավար ձևաչափով։ Առցանց դասապրոցեսի է անցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Բուհը հայտարարել է, որ ուսումնական հաստատության նկատմամբ ուղիղ սպառնալիք չկա եւ միայն ելնելով անվտանգության նկատառումներից երկուշաբթի մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Համալսարանը նորից շեշտել է, որ առկա չեն հիմքեր կառույցի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։ Լրատվամիջոցները գրում են, որ նման հայտարարություններ են տարածել Լիբանանում գործող Բեյրութի ամերիկյան համալսարանը, ինչպես նաև Իրաքում գործող Բաղդադի, Սուլեյմանիայի և Դոհուկի ամերիկյան համալսարանները։ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումները դեռ դադարեցված են։ Լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այց էր նախատեսվում, որի շրջանակում փաստաթուղթ պետք է ստորագրվեր, բայց այս պահին դրա մասին չի խոսվում պատերազմական իրավիճակի պատճառով։ Միրզոյանը հիշեցրել է, որ հայկական կողմը և հրապարակավ և իրանական կողմի հետ հանդիպումների ժամանակ մշտապես հայտնել է երկրի դիրքորոշումը, այն է օր առաջ տեսնել Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների դադարեցումը։ Նախարարը նաև վստահեցրել է, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։ Ինչ վերաբերում է թրիփին, Միրզոյանը շեշտել է, քննարկումները չեն դանդաղել, փաստաթղթերի համաձայնեցման փուլում են։ Հիմա մենք շարունակում ենք բանակցությունները, էլի բաներ ենք փոխանակում եւ արդյունքում պետքա լինի, ենթադրում եմ, ինչ կառավարական համաձայնագրի նման մի բան, որից հետո պատկերացրեք կազմակերպություն հիմնադրվի, չէ՞, հայ-ամերիկյան ձեռնարկությունը տոկոսների բաշխվածությամբ։ Ներդրողների ներգրավում մենք ասում ենք, որ ուզում ենք նենց լինի, որ տարվա վերջ, տարվա երկրորդ կես նույնիսկ ինչ-որ շինարարություն սկսվի, չգիտեմ ինչքան դա իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով գրառում է կատարել X-ում, շնորհակալություն հայտնելով Հայաստանին Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած օգնության համար։ Նա բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր եղբայրական կապերը։ Հայաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է Արաղչին։ Սուրբ Աննա եկեղեցու Բաքում 3 ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնեմ, որ նախորդին հայ եկեղեցին նշում էր ծաղկազարդը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ծիսակատարության ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի թիկնապահների և քաղաքացիների միջև։ Միջադեպի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այս պահին 3 անձ ձերբակալված է, նրանցից 2-ը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը Գավառ քաղաքում բացել է իր առաջին տարածքային գրասենյակը։ Հանդիսավոր արարողությունից հետո կուսակցության անդամները գավառցիների հետ քայլերթ են իրականացրել քաղաքի փողոցներով։ Նշվում է, որ կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հետ քննարկել է առկա խնդիրներն ու թիմակիցների հետ ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը։ Մեզ պետք է ղեկավար, Հայաստանին պետք է ղեկավար, ով կարիք չունի ֆինանսական ոչ մի բանի։ Պետք է ղեկավար, ով մենակ հայրենասիրությունից դրդված, իր հայրենիքի փառքից դրդված պետք է աշխատի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն է առաջադրել որպես Հայաստանի վարչապետի թեկնածու։ Նա նշել է, որ կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված և ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Նշեմ, որ քվեաթերթիկում ձայների թվով երկրորդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, երրորդը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, իսկ օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 11-րդ տեղում է։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։